Սյունիքի լեռների խորքում, Որոտան գետի ձորում, Տաթևի հայտնի վանքից ոչ այնքան հեռու գտնվում է մի վայր, որի մասին շատերը լսել են, բայց քչերը գիտեն։ Այն կոչվում է Տաթևի մեծ անապատ։ Այսօր այստեղ հիմնականում մնացել են պատմության հետքերը, լուռ պատերը և ավերակները։ Բայց մի ժամանակ այս վայրը եղել է կարևոր հոգևոր կրթական ու գրչության կենտրոն։ Եվ նրա պատմությունը սկսվում է 17-րդ դարում։ 17-րդ դարում Սյունիքում վերածնվում էր անապատական շարժումը։ Այդ շարժման նպատակն էր ստեղծել հոգևոր կենտրոններ, որտեղ միաբանները կարող էին ապրել ավելի առանձնացած կյանքով, զբաղվել աղոթքով, կրթությամբ ու ձեռագրերի ստեղծմամբ։ Տաթևի մեծ անապատի պատմությունը կապված է նաև ավելի վաղ գոյություն ունեցող մի կենտրոնի՝ Հալիձորի Հարանց անապատի հետ։ Այն հիմնադրվել էր Սաղմոսավանքի Սարգիս վարդապետի և Կիրակոս քահանա Տրապիզոնցու կողմից։ Հետագայում այդ անապատը դարձավ հոգևոր ու գրչության կենտրոն։ Բայց 1658 թվականին Սյունիքը ցնցեց ուժեղ երկրաշարժը։ Հալիձորի Հարանց անապատը մեծապես ավերվեց, և դրանից հետո միաբանությունը ստիպված եղավ հեռանալ այնտեղից։ Այդ պատմական իրադարձությունից հետո նոր կենտրոնի համար ընտրվեց մեկ այլ վայր՝ Որոտան գետի աջափնյա ձորում, Տաթև գյուղի մոտ։ Եվ այստեղ էլ 1660-ական թվականներին կառուցվեց այն համալիրը, որն այսօր հայտնի է շատերիս որպես Տաթևի մեծ անապատ։ Պատմամշակութային պահպանության ծառայության տվյալներով նոր համալիրի հիմնադիրը ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ. Ջուղայեցին է։ Նոր անապատի հատակագիծը մեծ մասամբ կրկնում էր նախկին Հարանց անապատի կառուցվածքը, սակայն նոր համալիրը ավելի մեծ էր։ Այն շրջապատված էր ուղղանկյունաձև պարիսպներով, պարիսպների անկյուններում և տարբեր հատվածներում կային աշտարակներ։ Այսինքն, սա պարզապես մի քանի շինություններից բաղկացած փոքրիկ մենաստան չէր։ Այն ամբողջական վանական համալիր էր իր ներքին կազմակերպվածությամբ և պաշտպանական բնույթ ունեցող պարիսպներով։ Բայց Տաթևի մեծ անապատի արժեքը միայն նրա ճարտարապետության մեջ չէր։ Այստեղ ձևավորվեց հոգևոր և մշակութային կյանք։ Անապատը դարձավ նաև գրավչության կենտրոն։ Այսինքն այստեղ ոչ միայն աղոթում էին, այլև աշխատում էին գրի ու կրթության վրա։ Մեր օրերի հասած վերամգրական ժառանգությունը նույնպես վկայում է այդ պատմության կյանքի մասին։ Գիտական ուսումնասիրություններում Տաթևի մեծ անապատը ներկայացվում է որպես սյունյաց ուշմիջնադարյան ճարտարապետության կարևոր և ամենակարևոր օրինակներից մեկը։ Եվ այստեղ կա մի հետաքրքիր մանրամասն։ Անապատ բառը այս դեպքում չպետք է հասկանալ բառացի, որպես ավազոտ կամ անմարդաբնակ անապատ։ Հայկական միջնադարյան հոգևոր ավանդույթներում անապատը կարող էր նշանակել առանձնացած, վանական կյանքի համար նախատեսված կարևոր ու հոգևոր կենտրոն։ Այսպիսով Տաթևի մեծ անապատը ոչ թե անապատ էր սովորական իմաստով, այլ մի վայր, որտեղ մարդիկ հեռանում էին աշխարհիկ աղմուկից և նվիրվում հոգևոր կյանքին, կրթությանը, աշխատանքին։ Ժամանակի ընթացքում այս վայրը դարձավ Սյունիքի պատմության կարևոր հատվածը։ 18-րդ դարում այն նաև ռազմական նշանակություն է ունեցել կապված Սյունիքի ազատագրական պայքարի պատմության հետ։ Այսօր, երբ կանգնած ես այդ վայրում, դժվար է պատկերացնել, թե ինչպիսի կյանք է եղել այստեղ մի քանի դար շարունակ։ Այս պատերի ներսում ապրել են մարդիկ, այստեղ հնչել են աղոթքներ, գրվել են ձեռագրեր, գիտելիք է փոխանցվել սերունդներին։
իսկ այսօր այդ նույն տարածքում հիմնականում լռություն է։ Մնացել են քարերը, պատերի հատվածները, հին գերեզմանները, վիմագրական հետքերը։ Բայց հենց այդ լռությունն էլ կարծես պատմում է այս վայրի բազմադարյան պատմության մասին։ Տաթևի մեծ անապատը մեզ հիշեցնում է, որ Սյունիքի պատմությունը միայն հայտնի Տաթևի վանքով չի սահմանափակվում։ Տաթևի շրջանի յուրաքանչյուր ձոր, յուրաքանչյուր քար, յուրաքանչյուր հին պատ կարող է իր մեջ պահել մի ամբողջ պատմություն։ Եվ գուցե հենց դրա համար է մեծ անապատը առանձնահատուկ։ Այստեղ չկա այն փայլը, որ մենք սովորենք տեսնել մեծ ու վերականգնված վանքերում։ Փոխարենը կա ժամանակի հետքը, կա լռություն եւ կա մի պատմություն, որը դեռ ամբողջությամբ չի մոռացվել։ Եթե երբևէ հայտնվեք Տաթևի վանքում, մի սահմանափակվեք միայն հայտնի վանքը տեսնելով։ Փորձեք տեսնել նաև այն վայրերը, որոնք ավելի լուռ են, բայց ոչ պակաս կարևոր, որովհետև երբեմն Հայաստանի ամենափոքր պատմությունները հենց այն քարերի մեջ են թաքնված, որոնց կողքով մենք անցնում ենք ուղղակի լուռ, անցնում ենք առանց կանգ առնելու։ Իսկ դուք գիտեք Տաթևի մեծ անապատի պատմությունը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, իսկ եթե ուզում եք իմանալ Սյունիքի մյուս մոռացված, խորհրդավոր եւ պատմական վայրերի մասին, ապա բաժանորդագրվեք իմ ալիքին, նոր պատմությունները դեռ առջևում են։ Շնորհակալ եմ, սեղմում եք լայքի կոճակը եւ բաժանորդագրվում եք իմ ալիքին։